Այսպես թուրք լրագրողներին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ինչու է գաղտնի պահվում։ Կարծում դեռ թուրքական հրապարակիչը կտարբերական են հրապարակումներ, այնպես որ չեմ կարծում դա երկար գաղտնիության քողով պատած լինի։ Ես ընդհանրապես այդ անձնավորության ոչ անունն եմ ուզում լսել, ոչ դրա մասին ուզում եմ խոսել։ Ինչի մասին է խոսք, ինքան ստախոս է, նա ինչի մասին է ճիշտ խոսել մինչև հիմա։ Նա ստախոս է, այս երկրի կործանողն է նա։ Չգիտեմ, Յանիկս չեմ հետաքրքրում։ Այդ դուք պետք է իմանաք, ես ինչ գիտեմ։ Փաշինյանի ոչ անունն եմ ուզում լսեմ, ոչ նկարն եմ ուզում տեսնեմ, ոչ էլ տիպն եմ ուզում տեսնել։ Ընդհանրապես դա ինձ համար դավաճան է, վերջ։ Կարող է գաղտնիք չեմ պահում, կարող է իրոք գաղտնի եմ պահում։ Չեմ կարող ասեմ։ Դե բախտիա բամինը գաղտնիք են անում, ինչ եղել։ 3 օրը չի հեռացակ։ Չէ, չեն հեղազակի, իրանք ինչ ուզում անում են։ Դե որովհետև մտածում է, եթե բացի հակագծերը, կարող է նույնիսկ իր կողքին կանգնածները խփեն իր գլխին։ Բայց նրանք այդքան խելք չունեն, որ հասկանան խփեն իմիջայլով։ Մեր ժողովուրդը պիտի հասկանա ու խփի։ Պիտի պահանջի։ Ինչու է բյուջեի հաշվին թուրքերին բերում։ Քիչ էս հենց այնպես ծախսում, մի հատ էլ թուրքերին է բյուջեի հաշվով բերում։ Գետին եմ մտնեն սրանք։ Ես ճիշտն ասած չեմ խառնում քաղաքական գործերով կներեք։ Ինչ իմանամ ինչ են գաղտնի պահում։ Նրա գործերը անքննել են։ Ես զարմանում եմ, որ այս երկրում մի մարդ ամեն ինչ որոշում է։ Այդ ազգային ժողովը ինչի համար է։ Ո՞նց կլինի այդպես բան, որ մի մարդ որոշի երկրի բոլոր հարցերը եւ այն էլ հակառակ կողմից որոշի ամեն ինչ։ Չգիտեմ, սրա վերջը ինչ կլինի։ Շատ դաժան է իսկապես։ Ինքը մենք մտածում ենք հայրենասեր է, ժողովրդի ծոցից է դուրս եկել, սիրում է իր ժողովրդին եւ ամեն ինչ սուտ դուրս եկավ։ Ոչ մեկին էլ չի սիրում բացի իրանից։